Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեծ ժգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանվողջին։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես Լիաննա Տերմինասյանը։ Հայտնի փաստ է, որ հայտնիները հաճախ համագործակցում են արտասահմանյան աստղերի հետ։ Եվ նման համագործակցություններն իրականացվում են ինչպես ֆիլմերի նկարահանման, այնպես էլ երաժշտական նախագծերի, միջազգային մրցույթների եւ այլ միջազգային միջոցառումների շրջանակում։ Սակայն ավելի հաճախ նման համատեղ աշխատանքներն իրականացվում են կորպորատիվ երեկույթների կազմակերպման ժամանակ։ Մի խոսքով թեման շատ ակտուալ է, ընդ որում ոչ միայն մեզ մոտ Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ուստի այսօր մենք որոշեցինք անդրադառնալ այն հայտնիներին, որոնք առիթ են ունեցել աշխատել արտասահմանյան աստղերի հետ։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Առիթ ունեցա աշխատել մեծ թվով արտասահմանյան աստղերի հետ, քանի որ տարիներ շարունակ ինձ էր վստահվել վարել Մոսկվայում կազմակերպվող մեծ մրցանակաբաշխությունը։ Սամվել Գրիգորյան։ Ես վարում եմ, նաև կարելի ասել, որտեղ եթե չեմ սխալվում, 26 թվականին պետք է ունենանք անպայման մեծ մրցանակաբաշխություն, որը սկզբում կրում էր անունը Քեզ Հայաստան Տիբի Արմենիա, դա Մոսկվայում, Կրեմլում էր, որից հետո վերանվանվեց, դարձավ Անելիք մրցանակաբաշխություն, որից հետո վերանվանվեց, դարձավ Բաշիր մրցանակաբաշխություն, որից հետո վերջնակալի անունը գտավ Արմենիա մրցանակաբաշխություն։ Դիսկո, պարտիզանի Ես ինքս եղել եմ հիմնական վարողը, ես եւ Լյուդմիլա Տատարովա, դերասանուհի, վաստակավոր արտիստ, ռուսական ում հետ միասին երկար տարիներ հիմնական հաղորդավարներն են եղել մրցանակաբաշխությունների։ Добрый московский вечер, дорогие друзья, добрый вечер, дамы и господа, добрый вечер всем. Բարիրիկո սիրելի բարեկամներ, բարիրիկո տիկնայք եւ բարոնայք, բարիրիկո բոլորին։ Նաև հաղորդավարուհի որպես գոլեգա բեմում աշխատել եմ Օլգա Կաբո դերասանուհի կա շատ հայտնի, Սատի Սպիվակովա, Յուլիա Կավալչուկ, Սալտիկովա երգչուհի։ Մի տարի մենք միասին վարել ենք Տաշիչ մրցանակաբաշխություն։ Իհարկե առաջին բաժինը ես վարեցի իր հետ, երկրորդ բաժինը արդեն կազմակերպիչները չհամաձայնվեցին, որպեսզի ինքը վարեր, որովհետև մի փոքր գինոց։ Սալտիկովա շատ էր խմել հայկական կոնյակ։ Может, тяпнем? Что? Тяпнем. Իսկ երգիչներից շատ-շատերի հետ եմ աշխատել, վստահ ու ամարձակ կարելի ասել ամբողջ ռուսական էստրադան, եւ նախկին սերունդը եւ այսօրվա սերունդը հիմնականում ռուսական։ Իսկ նույնիսկ դժվարանում եմ հիմա բոլորին մտաբերել, որովհետեւ այնքան շատ է եղել։ Կան մարդիկ, ովքեր մտերմություն ունենք մինչեւ օրս, որովհետեւ մեզ մոտ մրցանակաբաշխությունից անմիջապես հետո նաեւ լինում էր աստղային բանկետ, որի ընթացքում արդեն մտերմանում էինք, ջերմանում էինք, մինչեւ օրս շփումներ կա իհարկե։ Հիշում եմ մի տարի մրցանակաբաշխությունը ոչ թե Կրեմլում էր, այլ Լուժնիկի մարզադաշտում էր, ու այնպես էր պատահել, որ գրիմանոսները քիչ էին խառնել էին հայերին ռուսների հետ։ Ես, Անդրեն ու Դիմա Բիլան նույն գրիմանոցում էինք միասին։ Ես էլ Մոսկվա եկել էի Միացյալ Նահանգներից։ Մի հատ գլխարկ էի առել, այդ գլխարկով դե ուրախ մտագրի մեր կապան, դե Դիմայի հետ ծանոթացանք։ Մեկ էլ Դիման նայեց գլխարկը, «Какая красивая шапка, подари мне, пожалуйста». Нет, я не дам. Սամվելն անկեղծ խոստովանում է, որ սկանդալային հաղորդավարուհիների համբավ ձեռք բերած Լերա Կուդրիավցևայի եւ Ծինա Կանդելակիի հետ աշխատելն իսկական երանություն է, քանի որ նրանք իրենց գործի մեծ գիտակներ են եւ իսկական պրոֆեսիոնալներ։ Я знаю еще больше. Моя армянская бабушка говорила: «Хелк бажанелуц дугвордехек езгидем». И еще вот такой грузинский анекдот, грузину спрашивают, говорят, слушай, грузин, ты помидоры любишь? Говорит, кушаешь, да, так нет. Հեշտ ու հարմար աշխատել դա Կանդիլակին, Կուդրիավցևան։ Շնորհ չեմ ասում Տատարովայի մասին, որովհետև Տատարովայի հետ 13 տարի ամեն տարի մենք միասին վարել ենք։ Լյուդան լավն է շատ։ Պետք է անկեղծ խոստովանենք բարեկամներ, որ իսկապես շատ կարոտել ենք ձեզ եւ իսկապես շատ հաճելի է, որ այս հատվածը մենք միասին, ինչպես արդեն տրադիցիա է դարձել, մենք շարունակելու ենք միասին վարել, Լյուդմիլա։
Это потрясающе, что именно сегодня, в этот замечательный весенний армянский праздник, мы проводим сегодня нашу церемонию. Այդ ամենին Սամվել Գրիգորյանը հավելեց. Շատ մասնակցել եմ միջազգային մրցույթներում որպես ժյուրի ու գործընկերներս եղել են շատ հայտնի աստղեր ռուսական էստրադայից Գազմանովի հետ այնտեղ եմ ծանոթացել Դիմիտրի Մալիկովի հետ եմ այնտեղ ծանոթացել եմ նաև Դոլինայի հետ այնտեղ Լալիտայի հետ եմ այդ մրցույթների ժամանակ ծանոթացել շփվել Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղերին, որոնք հանրային տիրույթում առիթ են ունեցել Երևալ համաշխարհային նետության սելեբրիթիների հետ եւ կուզեմ հիշատակել ռուսական հայտնի հեղինակատարող Զենֆիրայի անունը։ 2022 թվականին համաշխարհային տիրույթում մեծ աղմուկ բարձրացրեց մի լուսանկար, որտեղ պատկերված էր Զենֆիրան եւ համաշխարհային մեծության թոփ մոդել Բելլա Հադիդը։ Բանն այն է, որ հենց այդ տարի Փարիզում նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ Բալենսիագա նորաձևության տան ցուցադրությունը, որտեղ ներկա գտնվեցին աշխարհի ամենատարբեր կետերից եկած համաշխարհային մեծության աստղեր, որոնց թվում են նաև ռուսական աստղեր եւ բնականաբար Զենֆիրան։ Եվ ահա դելֆիլեից հետո Բելլա Հադիդը իջավ եւ մոտեցավ Զենֆիրային եւ հենց այդ ժամանակ լուսանկարվեց այդ հայտնի լուսանկարը, որը շրջանառվեց այնուհետև համացանցային տիրույթում։ Զենֆիրայի երկրպագուներն ակնարկեցին, որ իրենց կուրքը չի սիրում լուսանկարվել, առավել եւս հայտնվել սոցիալական հարթակներում։ Եվ ամենայն հավանականությամբ այս լուսանկարվելու նախաձեռնությունը եղել է Բելլա Հադիդինը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցների։ Շատ տարիներ առաջ, երբ դիտում էի արտասահմանյան մեգա աստղերի համերգներ, ես ուղղակի երազում էի, որ գա մի օր, երբ ես նրանցից գոնե մեկի համերգի սկզբնական հատվածում ապահովեմ հանդիսատեսի թեժ ու բարձր տրամադրությունը։ DJ Smoke Առաջի անգամ ինձ առաջարկ եղավ ծիմծի համերգը warm-up անելը, ցնցումների մեջ էի, խառնշտվել էի իրար։ Հետո շփվելով իմ գուրուների հետ, ասեցին հանգիստ, այդքան կաս, որ նման արտիստը քեզ վստահել է ու թողել է, իսկ նմանատիպ արտիստները ցանկացած ով պետք է իրանց համերգը warm-up անի, հա, տաքացնի, այսպես ասած, իրանք դոսիե են ուզում։ Ու տեն սկսվեց ծիմծի համերգ Рядом с плейбоем станет даже дед. Лакеры хотят, кипит интернет. И каждый парень, проходя и смотрит след, пришлось украсить Нагана черный пистолет. Դե մինչ այդ առաջի անգամ Սարոն վստահեց ինձ, նրանից հետո եկավ Արամը Էմպետրին, Կամոն Սեյրանյան, դրանից հետո արդեն Ծիմծի ու եկավ հայտնի Քենի Ուեսթի Կարապի լճում, հայտնի պատմությունը գցվեց լողացավ, սուրբ ջուր դառավ դա։ Դրանից հետո եկավ Հայաֆեստի հետ 50 Cent warm-up You quick to make the stereotypical judgment. Make it quick, I'm in your stereo, listening, bumping, it's bumping, little something, get it pumping. The California chronic will empty your lungs. Հանդիպումը շատ կարճ, հարուստ տղա իր համար նստած սևական ջուրը խմում էր, բարևեց, ծանոթացանք, ասեց ես քո մասին ինձ ասել են, God bless you. Այսքանը։ Ասի please one photo, ասեց sorry no. Bottle full of bug, mama, I got what you need. If you need to feel the buzz, I'm into having sex, I ain't into making love. So come give me a hug, if you're into getting rough. 50 Cent-ից հետո գնաց Craig David, էլի Հայաֆեստի շրջանակներում էլի warm-up-ը։ Շատ արագ եկավ, հելավ բեմ, իրա գործը արեց, ավտոն բերեցին համալիր ենք, բեմի կողքը ցած դուռը բացած, իջավ իներները շպրտեց, նստեց ու գնաց։ Ամեն նման
նմանատիպ արտիստի հետ աշխատելը Իրանից ներկայացնում է նախ շատ մեծ պատասխանատվություն։ Դու փաստերով գրում ես քո CV-ին, որ արել եմ էսի սրա խնդրեմ կարող եք դիտել։ Այդ մարդիկ նայում են, ասում են, լավ այ բալամով է այս տղեն։ DJ Smoke-ն անկեղծ խոստովանում է, որ իր աշխատանքային պրակտիկայում ավելի հաճախ հանդիպումներ են լինում արտասահմանյան աստղերի հետ կորպորատիվ միջոցառումների ժամանակ։ Սոսո Պավլիաշվիլի, Եգոր Կրիտ, Չումակով, Լյուբա Ուսպենսկայա, Ագուտին, մի անգամ Ձյաձե Լեպսի հետ, Բելինին, Սամբա դե Ժանեյրո։ Դիմացի հետ դեմ որ արդեն իր զուգակը Վադիմ ասում է մենք շատ սիրում ենք քեզ իրականում որովհետև դու շատ պրոֆեսիոնալ ես աշխատում։ Այդ ամենին DJ Smoke-ը հավելեց։ Միջոցառումների ժամանակ մեկ այնքան սովորական են դառնում իրանք, տեսան թեթև ընկերոտ են դառնում մեր համար։ Բայց ամենաշատը գժվում եմ Սոսոյի համար։ Սոսոն ջիգար է։ Ջիգար։ Սպասվող համերգներն են արդեն social media-ից կերև այլ Snoop Dogg ականջդ կանչի գնացինք Ain't no other way to play the game the way I play I cut so much you thought I was a DJ 2 1 yep 3 SC and double OP Ego double G Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք առիթ են ունեցել լուսանկարվել համաշխարհային մեծության սելեբրիթիների հետ, եւ այս անգամ կուզեմ հիշատակել ռուսական ծագում ունեցող թոփ մոդել Իրինա Շեյքի անունը։ 3 տարի առաջ Իրինա Շեյքը առիթ ունեցավ ներկա գտնվել Նյու Յորքում կանոնալիք Met Gala-ի հերթական պարահանդեսին։ Ինչպես հայտնի է, Met Gala-ին միշտ ներկա են գտնվում աշխարհի ամենատարբեր կետերից եկած սելեբրիթիներ, այսինքն Իրինա Շեյքը հայտնվեց համաշխարհային մեծության բոմոնդի հենց կիզակետում։ Ոչ միանշանակ արձագանք ունեցավ Իրինա Շեյքի տեղադրած լուսանկարն այդ առիթից։ Այդ լուսանկարի վրա ինքը պատկերված էր Նիկի Մինաժի հետ, իսկ շարժման առիթ դարձավ այդ լուսանկարի խմբագրումը։ Դու գիտես, թե ով է այստեղ իսկական թագուհին։ Ահա այսպիսի խմբագրում եւ շատ շատերը մտածեցին, որ հնարավոր է, որ Իրինա Շեյքը նման ձևով փորձում էր հաճախոսել Նիկի Մինաժին, բայց շատ շատերն էլ կարծեցին, որ ինքը նկատի ուներ հենց իրեն։ Այսպիսի ոչ միանշանակ խմբագրում, դե իսկ մենք շարունակում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ առիթ եմ ունեցել դեռ խորհրդային տարիներին շրջագայել խորհրդային ամենաճանաչված ու սիրված արտիստների հետ։ Վարդան Ամիրյան։ Ես որ Լենինգրադում սովորում էի, հանդիպեցի Սովետական միության ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրանիվոյի հետ։ Վարդանչիկ ասում էր հնարավոր է ինձ մի հնարք սովորեցնես, որ կարողանամ ներկայացումների ժամանակ օգտագործել։ Շատ շուտ սովորեց այդ հնարքները։ Я подготовил тезисы, и вот, так сказать... Լենինգրադում նաև շփում եմ ունեցել, մենք միասին ներկայացումներ ենք խաղացել, Մաքսիմ Լեոնիդով այն ժամանակ Secret Ensemble-ի խմբի ղեկավարն էր, եւ երբ որ գնացի Իսրայել, շատ պատահական Իսրայելում մենք միասին հանդիպեցինք, շատ հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ շատ ճանաչված Սովետական միության ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի հետ, երբ որ ելույթ ունեցավ Հայամեկի փոքր դահլիճում, շատ ուժեղ անձրև եկավ ներկայացումից հետո, իրեն ասեցին մեքենայով տանենք տուն, ինքը ասեց, չէ, ասեց, ես ոտքով գնամ ասաց այ երիտասարդը ուղեկցի մտավ թևս եւ գնացինք հիմա մոտենում ենք այդ դրան մոտ չխ կես կողմից այն կողմից մոտենում են բան են հարցնում բան ինքը ասաց ես հյուր ունեմ բարձրանամ վերև ասում իմ հյուրին ճանապարհեմ դրանից հետո կմոտենաք պատասխանեմ ձեր բոլոր հարցերին բարձրացանք վերև բանից բարձրացած այդ հյուրը ես եմ մի հատ կոնյակ հանեց երկու հատ բաժակ դրեց եւ ասաց արի խմենք մեր մամաների կենաց Конечно, нельзя не выпить. Конечно. Будь здоров. Վարդան Ամիրանն անկեղծ խոստովանում է, որ առիթ ունեցավ հանդիպել լեգենդար դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ։ Մոսկվայում մի հաճպարարու հետ էի ծանոթացել եւ մենք պայմանավորվեցինք, որ պետք է հանդիպենք Պուշկինի արձանի մոտ։ Ծաղիկներով սպասում եմ։ Մեկ էլ տեսնում մի հատ sense կալոնա եկավ մեքենաներից, թղթակիցները դուրս եկան, խառնվեցին իրար, դուրը բացեցին, մեկ էլ մեկը իջավ, այս սպիտակ ուրեմն այս շլյապան գլխին երկար պլաշով, շատ շռայլ sense մեծ քայլերով առաջ է գալիս, մեկ էլ
տեսնեմ Ժան-Պոլ Բելմոնդոնը։ Մեկ կա ֆրանսերեն ինձ բան հարցնում, այնտեղ կողքից մի անգամից թարգմանեցին, ասացին դուք Իրան եք սպասում այդ ծաղիկներով, ասացի հա, Իրան եմ սպասում ու ծաղիկներն նվիրեցի իրեն։ Вы вылетаете через полчаса. У нас там есть связной, он будет ждать вас в аэропорту. Как мне его узнать? Վարդան Ամիրանի աշխատանքային պրակտիկայում եղան նաև մի շարք հանդիպումներ հումորային ժանրի ռուսական արտիստների հետ։ Այստեղ Երևանում հայ ամերիկի գեներալնի տնօրենը կանչում է իր կաբինետ եւ ասում է, այստեղ մեզ հյուր են գալու Մարգոնովը, Վիցինը եւ Գերտը, սովետական միության ժողովրդական արտիստներ են դրանք։ Այդպես կենտրոն տեղերում մի քանի ելույթներ ունեցանք, ինձ բախտ վիճակվեց իրենց հետ եւ սեղան նստել, իրենց հետ բաժակ խփել։ Мордоворый! Кузал! Что он говорит? Он говорит, приятного аппетита. Кушайте, кушайте. Спасибо большое. Спасибо. Այդ ամենին Վարդան Ամիրանը հավելեց։ Ես վերջերս եկավ Սերբիայի ամենաճանաչված աշխարհներից մեկը Զլատկո Բրլիչ։ Շատ մեծ սիրով ընդունեցինք իրեն եւ ինքը շատ շնորհակալ լինելով վերադարձավ եւ այնտեղից նամակ էր գրել, թե իր բոլոր ընկերներին պատմելա, թե ինչպիսի տպավորություն է ստացել Հայաստանից եւ հենց հայ աշխարհներից։ Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք առնչություն են ունեցել համաշխարհային մեծության աստղերի հետ, եւ այս անգամ կուզեմ իշատակել հայտնի ռուսական ռեժիսոր Տիմուր Բեկմամբետովի անունը։ Ինչպես հայտնի է, Տիմուր Բեկմամբետովին առիթ ընձեռնվեց նկարահանել իր ֆիլմում հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին։ Այս համագործակցությունը կարող է օրինակ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ինչ-որ մի ցանկություն, բայց չունեն այն համարձակությունն իրականացնել այդ երազանքն ու ցանկությունը։ Իսկ Տիմուր Բեկմամբետովն ունեցավ այդ համարձակությունը։ Ինքը մեկնեց Նոր Օրլեան ամենևին վստահություն չունենալով, որ Անջելինա Ջոլին կընդունի իր առաջարկը։ Իսկ Հոլիվուդի սեքս խորհրդանիշն ընդունեց այդ առաջարկը մեկ վերապահումով, որ ֆիլմի ավարտին իր հերոսուհին մահանա, իսկ ավելի ստույգ ինքնասպան լինի։ Այդպես էլ եղավ։ Առանձնակի վտանգավոր սարսափ ֆիլմում Անջելինա Ջոլին նկարահանվեց, իսկ պրոյեկտի բյուջեն ավելացավ $100 միլիոն։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Աշխատանքի բերումով առիթ եմ ունեցել աշխատելու բազում արտասահմանյան օպերային երգիչների եւ սիմֆոնիկ նվագախմբերի հետ եւ կարող եմ վստահ ասել, որ նրանց հետ աշխատանքը ունի իր թե դրական եւ թե բացասական կողմերը։ Հարություն Արզումանյան։ Բեմադրել էինք Չուխաջյանի հայկական առաջին օպերայի Արշակ II-ի վերափոխված տարբերակ, առաջի անգամ երբևէ չհնչած իտալական իր բնագիր տարբերակը արեցինք, մինչև վերջի պահը համարյա չունեինք այդ դերերից մեկի պատրաստ որևէ մեկին եւ Ֆրանսիայից հենտեղ հենց ծնված մի հայ տենորի դիմեցինք եւ նա բառացիորեն այնպիսի կարճ ժամանակահատվածում ահռելի այդ դերը եկավ, որը ես երբեք չեմ տեսել այստեղ։ Սա ցույց է տալիս նրանց շատ պատասխանատու եւ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Մի քանի ամիս առաջ եկավ Հայաստան աշխարհահռչակ սոպրանո Գուլեգինան, որը ծագումով հայ է, աշխարհի բեմ չկա, որ ելույթ ունեցած չլինի։ Վերջի տարիներին վատառող չէր, եւ ինձ թվում էր, որ այդպիսի դժվարագույն դեր, ինչպիսի Տուրանդոտն է, ուղղակի կարող է դեռ ապակինման պահին չկարողանա լիովին տանել, բայց եկավ եւ փայլուն կերպով ելույթ ունեցավ։ Շատերին է հայտնի, որ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն իր ուսումնառությունն անցել է Ռուսաստանում։ Մեծ են կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի, Զարմիկի, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Էմին Խաչատուրյանի մոտ։ Իմ դիրիժորության երկրորդ ուսուցիչը Էմին Խաչատուրյանն էր, հետագայում նաև իր ասիստենտն է։ Նա ամբողջ կյանքում ապրել է Մոսկվայում, իր մայրը ծագումով ռուս էր, Շերեմեցևների ազնվական տոհմից։ Մի հատ դեպք եղավ, երբ պետք է միտեղ հանդիպենք, այդ տարիներին Մոսկվայում եղան բազմաթիվ տերակտեր, փողոցներում
անթիվ միլիցիոներներ են եւ բոլորի ստուգում են։ Եվ այնպես ստացվեց, որ անձնագիրս իմ մոտ չէր, եւ ես էլ փորձեցի մի քիչ վիճել հետը, որ ուշանում եմ, պետքա կոնսերվատորիայում հանդիպեմ։ Ինձ ընդհանրապես բռնեցին եւ մենախուց դրեցին։ Մի 2 ժամ ուշացա այդ մարդու հանդիպումից, բնականաբար սպասել էր եւ գնացել եւ քաղաքային գտա զանգեցի այդ մարդը տուն մտած, ասեց ռուսերեն առություն, ну ты даешь, ты что? Так не работают и так далее, ասի Էմիլիևիչ 1980 սովորաբար ես էլ այդպես չեմ անում, ուղղակի ես պսի դեպքեր եղել։ Я сидел в тюрьме. Где? Путырской. Ինքան էի ամաչում, հետո միշտ աշխատում էի իր հետ որևէ փորձերին կամ դասերին մի 15 րոպե շուտ լինել, որ տեղը լրացնեմ։ Հարություն Արզումանյանն անկեղծ խոստովանում է, որ ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ այս կամ այն օպերային բեմադրության շրջանակում ինքը համագործակցում է արտասահմանյան բեմադրող ռեժիսորների հետ։ Բավական հետաքրքիր բեմադրություն ունեցանք Այդայի, որը բեմադրում էր աշխարհարչակ իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադին, եւ տեսա թե ինչքան արագ ու հետաքրքիր է աշխատում, բավական լակոնիկ խոսքերով, բավական պլաստիկա ուներ եւ ցույց էր տալիս եւ երգիչներին եւ երգչուհիներին, թե ինչպես շարժվել, ինչպես բնական ներկայանալ բեմի վրա այդ կերպարով։ Վերջերս նաև աշխատեցի մասնավորաբար Կարինա Ֆլորեսկա, Ռուսաստանում ապրած եւ եվրոպական երկրներում աշխատող մի դրամատիկ սոպրանոյի հետ, որը շատ գեղեցիկ ներկայացավ Տոսկայում։ Եկավ նաև Տուրանդոտով ներկայացավ շատ նշանավոր այժմ երգչուհի Ջիոևան, որը նույնպես կես փորձով մենք կարողացանք Տուրանդոտի ներկայացումը իմ կարծիքով շատ գեղեցիկ ներկայանալ եւ հույս ունենք, որ ապագայում կգա նաև Տոսկա կերքի։ Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք առիթ են ունեցել ինչ-որ չափով առնչվել համաշխարհային մեծության աստղերի հետ, եւ այս անգամ կուզեմ իշտակել ռուսական հայտնի հաղորդավար, մոդել եւ դերասանուհի Վիկտորիա Բոնյայի անունը։ Մոտ 8 տարի առաջ համացանցային տիրույթում մեծ աղմուկ բարձրացրեց Մայամի լողափում Վիկտորիա Բոնյայի մեկ լուսանկարը։ Ինչպես խոստովանեց Բոնյան, այդ լուսանկարից հետո իր վրա ուշադրություն դարձրեց նույնիսկ 50 Cent-ը։ Ինքը բաժանորդագրվեց Վիկտորիա Instagram-յան էջին, ավելին, մի փոքր ուշ, ինքը նույնիսկ FaceTime-ով զանգահարեց Բոնյային եւ նրանք ունեցան փոքրիկ կարճ զրույց։ Զրույցի ընթացքում рэփերը բազմաթիվ հաջողության խոսքեր ասեց Վիկտորիա Բոնյայի հասցեին, դե իսկ Բոնյան էր առիթը բաց չթողեց եւ ասաց, որ դեռ պատանեկության տարիներից ուղակի երազում է նկարահանվել рэփերի տեսահոլովակում։ Համագործակցությունն իհարկե չստացվեց, ճիշտ է, рэփերը դեռ տևական ժամանակ հետևում էր Վիկտորիա Բոնյայի Instagram-յան էջին, սակայն հետո լքեց գեղեցկուհու հետևորդների բանակը։ Չնայած որ Վիկտորիա Բոնյան առ այսօր հետևում է 50 Cent-ին։ Դες կես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Իմ առաջին հանդիպումն արտասահմանյան, իսկ ավելի ստույգ ռուսական աստղերի հետ տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ։ Լյուսիա Լյուբիմովա։ Դա եղել է իմ համատեղ աշխատանքը Անդրեյ Մալախովի հետ։ Ինձ թվում է այսա կգա Անդրեյ Մալախովը կխոսի ժուրնալիստիկայից, բայց ինքը խոսում է բытовой հարցերի մասին։ Իսկ հետաքրքիր է, ձեր մոտ պաղպաղակը որտեղ է համով։ Հայաստանում։ Ես մտածում եմ, որ այսա մենք հանդիպելու ենք, ինքը սկսելու է շատ վատով, ինչպես որ ես լսել եմ, որ ինքը տենց վատ մարդ է, կապրիզնի մարդ է եւ այլն, բայց ինքը եկավ համեստ, ինձ հարցեր էր տալի, իսկ ես ոնց անենք, այն ոնց անենք։ Այդ իր ամենապիկն էր։ Այդ օրը ես հասկացել եմ, որ աստղերը սովորական մարդիկ են։ Լյուսիան անկեղծ խոստովանում է, որ արտասահմանյան աստղերի հետ աշխատելու առիթներ ունեցել է նաև ռադիոկայանում աշխատելու տարիներին։ Պետքա ես հարցազրույց վերցնեի Դիմը Բիլանից, բայց այդպես ստացվեց, որ առավոտ շուտ պետքա իրեն զանգեի։ Իր համալուտ նորայի չէ, ես որ իր ձենը լսեցի, ասացի՝ «Լե Դիմա ջան, ասեցի դուք խոսում եք շատ ուրախ հիմա, որովհետև մեր մոտ ուրախ ծրագիր է եւ այլն եւ այլն»։ Շատ տխուր ձենով ասեց։ Գիշերը չեմ քնել, հիմա շատ վատ տրամադրություն ունեմ, հələ պետքա լիքը աշխատեմ եւ օքեյ
կփորձեմ լինեմ ուրախ։ Անդեղ էլ հասկացա, որ աստղերը էլի սովորական մարդիկ են։ Держи руку мою, держи, что хочешь, скажи, получишь, держи. Մի հատ դեպք կար էլի տարիներ առաջ, էլի պետքա հարցազրույց վերցնել հեռախոսով։ Այն ժամանակ շատ հայտնի DJ Pilgrim։ Զանգում եմ այդ մարդուն, հարցազրույցը վերցնում եմ, վերջացնում ենք, եւ երբ որ վերջացնում ենք, ես հասկանում եմ, որ ձայնը չի գրվել։ 5 րոպե հետո էլի զանգում եմ իրեն, ասում եմ ներեք կլինի նորից այդ հարցերը պետք է տամ, որովհետև ցավոք ձայնը չի գրվել։ Ասեց օքեյ, իհարկե, էլի նույն հարցերը տալիս եմ իրեն, ամեն ինչ գրում եմ եւ չգիտեմ ինչի, երբ որ ստոպ ենք սխմում, կեսը գրվում է, կեսը չի գրվում։ Ես հասկանում եմ, որ պետք է էլի զանգեմ այդ մարդուն ու չգիտեմ արդեն ինչ ասեմ։ Ուժերս հավաքեցի, զանգում եմ 3-րդ անգամ ու ասում եմ Ինչ շատ կներեք, ես չգիտեմ հիմա ինչ ասեմ ձեզ։ Ձեր ձենը չգիտեմ ինչի չի գրվել։ Ասեց ոչինչ մի մտածեք, ես գիտեի որ դուք կզանգեք, որովհետև այն ինչ որ լինում է մեկ անգամ, կարող է լինել երկրորդ անգամ, բայց եթե մի բան է լինում է երկրորդ անգամ, ուրեմն պարտադիր կլինի երրորդը։ Լուսիա Լյուբիմովան անկեղծ խոստովանում է, որ վերջին տարիներին ավելի հաճախ են լինում հանդիպումներ ռուսական, վրացական եւ այլ երկրների աստղերի հետ կորպորատիվ միջոցառումներ վարելու ընթացքում։ Մի բան եմ ֆիքսել, որ ինչքան մարդուն շատ են սիրում, օրինակ Սոսո Պավլիաշվիլի, ինքը ինչքան հայտնի է, այդքան հասարակական։ Գրիգորի Լեպսը այն ժամանակ, երբ որ ես եմ իրան տեսել, ինքը նույնիսկ առանց պրոդյուսերի եկել։ Ամենից ամենան շարունակում էր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաարտասահմանյան աստղերի հետ աշխատած հայ աստղերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Մեր ամենից ամենաչքնաղագույն բարեկամ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, կանոնահարույ Հասմիկ Լեյլոյանը դեռ շատ վաղուց սկսեց աշխատել եւ համագործակցել արտասահմանյան միջազգային մեծության երաժիշտների հետ։ Խորհրդային տարիներից այսօր ինքը ստանում է հրավերներ աշխարհի ամենատարբեր կետերից եւ ճանաչելի դարձնում մեր հայկական կանոնը։ Շատ հաճախ որպես ֆիլհարմոնիայի սոլիստ համերգներ էի ունենում ներկայացնելով կանոնը տարբեր երկրներում տարբեր ազգերի հետ միասին։ Սովետական այդ ժամանակաշրջանում իհարկե ավելի շատ շփվում էինք Սովետական միության հանրապետության ազգերի կատարողների հետ, օրինակ եղել են էստրադային արտիստների միջազգային մրցույթ, որտեղ մասնակցում էին Ալլա Պուգաչովան, Գենադի Խազանովը, Վինապուրը, շատ ճանաչված երաժիշտներ, երգիչներ։ Հետխորհրդային տարիներին Հասմիկ Լեյլոյանը սկսեց իր անհատական գործունեությունը, եւ հենց այդ ժամանակ իր առջև բացվեց ամբողջ արաբական աշխարհը եւ ոչ միայն։ Մեկը մյուսի հետևից մեր ժամանակների կանոնի տիրուհի Հասմիկ Լեյլոյանը ստանում էր արտասահմանյան նշանավոր անվանի երաժիշտ կոմպոզիտորների կողմից հրավերներ, մասնակցել ամենատարբեր հեղինակավոր համերգներին եւ փառատոններին։ Հիբա Ալքավազի հետ շատ հետաքրքիր է ստացվել, միջազգային փառատոն պետքա լիներ Էմիրատ պալատում, շատ ճանաչված երաժիշտներ էին մասնակցելու ու Հիբա Ալքավազը ցանկանում է մի հատ հատուկ մի համերգ ներկայացնել ու դիմում է Բեյրութի կոնսերվատորիայի ռեկտորը, որը լսած է լինում իմ կատարումները ու խորհուրդ է տալիս, որ հրավիրի ինձ այդ համերգին։
եւ ինձ զանգեցին, հրավիրեցին Եգիպտոսի սիմֆոնիկ օրկեստրի հետ, ամբողջ արաբական աշխարհում շատ սիրված Վադիմ Էլ-Սաֆի համերգին մասնակցելու, որը պետքա կայանար Էմիրատ պալատում։ Շատ մեծ պատիվ էր ինձ համար, որ ես պետքա մասնակցեի այդ համերգին ու Վադիմ Էլ-Սաֆին լսելով իմ կատարումը որոշում է իր օրը նվիրել ինձ։ Ամբողջ այդ ծրագիրը փոխեցին եւ ես մասնակցեցի մենահամերգով իմ կամերտոն կամերային անսամբլով։ Այդ համերգին ներկայ լինում Սիրիայի մշակույթի ու տուրիզմի նախարարը, որը հիացած այդ համերգից հետո մոտենում են ու ինձ ասում են, որ ուզում են հրավիրել Սիրիա Մետաքսի ճանապարհ Silk Road ֆեստիվալին։ Ու մի քանի ամիս հետո ես գնում եմ այդ համերգին, որտեղ մասնակցում էին տարբեր ազգերի երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Այդ Աբու Դաբիի Էմիրատ պալատի համերգից հետո Հիբան կարծեմ 2014-ին էր, շատ մեծ ծրագրով հրավիրեց ինձ Օմանի օպերային թատրոնում իր մենահամերգին, որտեղ մասնակցում էր Իսպանիայից ֆլամենկո անսամբլը, սոլիստներ, Իսպանիայից պարային խումբը, Ռումինիայի սիմֆոնիկ օրկեստրը, մեծ երգչախումբ եւ բոլոր արաբական երկրներից մենակատարներ ու միայն ես հայ։ Ասեմ, որ դիրիժորն էլ Միլանի օպերային թատրոնի շատ ճանաչված դիրիժոր։ Ինչպես հայտնի է, Հասմիկ Լեյլոյանը ավելի քան 30 տարի համագործակցում է մեկ այլ անվանի երաժիշտ, ամենից ամենալավ բարեկամ Արա Գևորգյանի հետ, որը եւս ունի արտասահմանյան արտիստների հետ համագործակցության մեծ փորձառություն։ Պետրո Յուստաշնը, Ռոնի Բարակը, որը նորից մենք համագործակցում ենք, տարբեր երկրներում հանդիպում ենք եւ անցկացնում ենք համերգները։ Արտասահմանյան աստղերի հետ աշխատելու փորձը սկսվեց ավելի քան 10 տարի առաջ, երբ ես աշխատում էի հայկական երաժշտական ժամանցային ալիքներից մեկում՝ Կարեն Մոլիտվին։ Հայտնվեցին աֆիշաներ, գալիս է Black Eyed Peas-ի ինչ-որ անհասկանալի։ Գալիս է Black Eyed Peas-ի հետ կապ ունեցող մի մարդ, ով որ գրել է իրենց բոլոր թրեքերը։ Հետո այդտեղ են բան։ Ու ինքը եկավ մեր մոտ հյուր։ Այդ երթերի ընթացքում մի երկու բար շփվեցինք, ինքը հայտնեց, ասեց, որ նվագելու է Երևանում, դե մենք հրավիրված ենք, ես պետքա բացում անեի իր ելույթին, գնացինք, բոլորը եկել էին տնեն, թե ով է այդ մարդը։ Համերգը սկսավ, երգեր որպես այդպեսին իր կողմից չլսեցինք ոչինչ, ընդհանրապես կողմերը բարի։ Yo 1 2 3 oh Armenia լավ ես բարև всё համ DJ-ություններ ինքը անում մյուզիկը ուղակի միացնում դժվար դե մարդիկ էլ իրենց ժամանցն էին վայելում համերգը ավարտվեց հետո բարձր որ այդ երիտասարդը ընդամենը Black Eyed Peas-ի մի գործի հետ կապ ունի ինչ որ մատիկը կապ ունի այդ գործի հետ զուտ ու հետո հյուրերի 90% ասում էին այսօր է Դուք ով եք Հետո Հայաստան գալիս էր այդ ժամանակ շատ ակտուալ էր ինքը Fly Project խումբը հիշում Թյուդորը անունը Ինքը եկավ մեր մոտ հյուր X կոմպլեքսում պիտի ելույթ ունենար, եթե չեմ սխալվում, այդ հատվածի նաև բացումներ, ոնց որ այդ առիթով էլ ինքը նաև եկել էր։ Այդ միջոցառմանը պիտի նվագեին միանգամից մի 7 DJ։ Ինքը եկավ մեր մոտ հյուր, նստեցինք, շփվեցինք հեռուստադիտողների հետ, բավականին հաճելի հետաքրքիր երիտասարդ, հետո գնացինք այդ X վայրը, որտեղ ես պետքա վարեի, ինքը պիտի երգեր։
Արենն անկեղծ խոստովանում է, որ առիթ ունեցավ աշխատել նաև վրացական հայտնի երգիչ Դաթոյի, ինչպես նաև մեր ազգակից Աբրահամ Ռուսոյի հետ։ Վրացի երգիչ Դաթոն իր բենդով ելույթ ունեցան, գժական ֆանտաստիկ համերգից հետո Դաթոն ասաց. «Եկեք մի անկյուն գնանք, որտեղ լինի հանգիստ, մենք նրանցով նստենք, շփվենք»։ Ես առաջին անգամ շփվեցի Դաթոյի հետ, շփվում էր շատ հանգիստ, շատ սովորական, բան չէր պահում էլի, որ տենց ինքը հասանելի, շատ շփվող, տարբեր թեմաների շուրջ հետաքրքիր կարծիքներ ունեցող, լավ երաժիշտ, լավ մարդ էր։ Ու 2014-15 թվականների մոտ ծանոթացա երգիչ Աբրահամ Ռուսոյի հետ։ Կրկին ունեցանք հարցազրույց, կրկին խոսեցինք շատ տարբեր թեմաների շուրջ, վիդեոներով եւ ֆոտոներով նայեցինք այդ ժամանակվա իր տունը, որը ինքը նոր էր գնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Աբրահամ Ռուսոն էլ բավականին հաճելի, բավականին շփվող, այսինքն մարդ։ Мы вас любим. И скоро Новый год. С Новым годом! С наступающим! Берегите себя. Люблю и обожаю. Եվս մեկ ամենից ամենաաստղային մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Դաշնակահար եւ երգիչ Գառնիկ Մսերյանը իր երաժշտական գործունեությունը սկսեց ծավալել դեռ շատ վաղ մանկության տարիներից։ Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, ունեցել է նաեւ մաստեր-կլասեր մի քանի անվանի արտասահմանյան երաժիշտների հետ։ Իսկ բոլորովին վերջերս մասնակցեց եւ հաղթող ճանաչվեց միջազգային ֆակել մրցույթին։ Սակայն ամենին անդրադառնանք հերթով։ Ինձ բախտ վիճակվեց, որ իմ առաջին որպես այդպիսին մեծ շոուն լինի Մաքսիմ Գալկինի «Лучше всех» հաղորդումը։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի, կատարեցի Elton John-ի Լև Կարոլի սաունդթրեքը։ Առաջին անգամ էի էկրանների դիմաց ու միանգամից Մաքսիմ Գալկինի հետ ինձ համար շատ մեծ պատասխանատվություն էր։ Գառնիկն անկեղծ խոստովանում է, որ համարում է իրեն շատ երջանիկ, քանի որ առիթ է ունեցել ոչ միայն մասնակցել միջազգային մրցույթ փառատոներին Դուբայում, Ավստրիայում, Ֆրանսիայում եւ մի քանի այլ պետություններում, այլ նաեւ համարում է մեծ ձեռքբերում այն մաստեր-կլասները, որոնք ինքն ունեցել է այնտեղ շատ հեղինակավոր երաժիշտների հետ։ Երբ 2021 թվականին մեկնեցինք Դուբայ, մեկ ամսով մաստեր-կլասներ ունենալու, տարբեր համերգներ ունենալու, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ կոչվում էր Երաժշտություն հանուն ապագայի ֆոնդ հիմնադրամ։ Առաջին իմ մաստեր-կլասը ունեցա Գուիլիանո Մացոկանտեի հետ, իտալացի համաշխարհային շատ ուժեղ դաշնակահարի հետ, ու ինքը ինձ տվեց շատ այնպիսի խորհուրդներ, որ իմ բոլոր ստեղծագործությունների մեջ կարողանում եմ իր տված որևէ խորհուրդը կիրառել։ Դուբայում ունեցա եւս 2 մաստեր-կլաս, ինձ այդ մաստեր-կլասները տվեցին Ստեփան Սիմոնյանը եւ Պավել Գիլիլովը, ովքեր եւս երկար տարիների փորձ ունեին։ Ավստրիայում եւս ունեցել եմ կարևոր մաստեր-կլասներ, ու ինչքան կարևոր էր ու պատասխանատու էր իմ համար, որ Վիեննայի կարևոր TV-ներից մեկը եկավ եւ մեր մաստեր-կլասը նկարեց։ Երազանքը Ավստրիայում սովորելն է, այդտեղի կոնսերվատորիայում ես Sein Traum ist es, in Österreich zu studieren und dann ein weltbekannter Pianist zu werden. Դաշնակահար եւ որ բոլորը ինձ ճանաչեն։ Մեկ առիթով ամենից ամենայն շրջանակում մենք անդրադարձել ենք Գառնիկին եւ պատմել այն մասին, որ դաշնակահարի փայլուն կարիերա կերտելուց բացի ինքը նաեւ շատ լավ երգում է։ Ավելին, երգի ասպարեզում էլ հասցրել է արժանանալ մի շարք մրցանակների։ Կա մի ռուսական հայտնի կազմակերպություն, ով կազմակերպեց Ֆակել երգի միջազգային մրցույթը։ Մասնակցում էին տարբեր երկրներ, մոտավորապես 1000-ից 1500 հոգի։ Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր Ալլա Լևոնյանը։ Մրցույթը
տեղի էր ունենում 2 փուլով։ Առաջին կիսաեզրափակիչում եւս զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը եւ արդեն եզրափակչում, որը տեղի ունեցավ մայիսի 17-ին, գրավեցի առաջին հորիզոնականը։ Իդեպ նաև կար նույն ֆակել նկարչության մրցույթը, որտեղ մենք նույնպես բերեցինք առաջին հորիզոնականը։ Առաջին կիսաեզրափակչում ծանոթացանք այ հայտնի բալետմայստեր Արսեն Աղամալյանի հետ, ով ապրում է Ռուսաստանում, նաև ըստվեց ինձ կարևոր խորհուրդներ ու հանկարծակի մի քանի ամիս առաջ Արսեն Աղամալյանը ինձ առաջարկում է, որ հայտնի Դլեյաման երգը ես նվագեմ եւ երգն էլ ձայնագրեմ եւ այդպես ներկայանամ անսահման շաքաղեցնող ելույթ էր եղել։ Շատ մեծ վախով եմ գնացել այս մրցույթին, որովհետև առաջին կիսաեզրափակչում դեռ այդքան չէր խորացել մուտացիան ու այդ վստահությունը տվել էր մայստրո Տիգրան Մկրտչյանը, ու մենք մի քանի ամիս աշխատել ենք այս երգի վրա։ Գառնիկի համար ես շատ վստահ եմ, որտեղ ինքը շատ խելացի տղա է եւ ձգտումը շատ մեծ։ Պարզապես ֆիզիոլոգիան, որ հիմա փոփոխում շրջանը չի ավարտվել, ես պարզապես ափսոսում եմ, որ հանկարծ մի բան այն չունի, բայց արդյունքը, որ արվեստանոցում մենք աշխատում ենք, շատ գեղեցիկ ձևով ու ճիշտ արտաճաներ կատարեց։ Ես դուրս իրեն ներուտից։ Այս օրերին մասնակցում եմ Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթ փառատոնին։ Լարվածությունը շատ մեծ է, պատասխանատվությունս եւս, բայց վստահ եմ, որ ուսուցիչների շնորհիվ, ինչու՞ չէ նաեւ աշխատասիրության շնորհիվ կարող եմ հասնել եւս հաղթանակի։ Հայտնի փաստ է, որ մեր սիրելի Երևանը, հատկապես կենտրոնական փողոցները օրորի բարեկարգվում են։ Ես անձամբ ամեն օր քայլում եմ Հանրապետության փողոցով եւ ուղղակի հիացած եմ այդ վերջին բարեկարգումներից։ Ամեն քայլափոխին կարելի է նկատել մետաղական նստարաններ, աղբամաններ, ծառարմատների մետաղական բնաբաժակներ, իսկ դպրոցից դիմացի այդ մեծ աղբարկղները ծածկվեցին մետաղական կոնստրուկցիայով։ Մի խոսքով քաղաքի տարբեր այլ հատվածներում էլ կարելի է նկատել այդ բոլոր թվարկված սպառագաները։ Ու հետաքրքրականն այն է, որ ինձ միշտ թվում էր, որ այս բոլոր թվարկված սպառագաները եւ այլ թիթեղավոր մետաղներից եւ պրոֆիլային խողովակներից պատրաստված պարագաները ընդհանուր առմամբ արտադրություն է եվրոպական եւ մեզ մոտ Հայաստան ներկրվում է արտասահմանից։ Բայց օրեր առաջ ես ինձ համար բացահայտեցի, որ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված այդ մետաղական նստարանները, աղբամանները, ծառարմատների մետաղական բնաբաժակները եւ այլ նմանատիպ պարագաներ արտադրվում են մեզ մոտ Հայաստանում։ Metal Works, ահա այսպես է կոչվում այն ընկերությունը, որն ամբողջովին ռոբոտացրեց ու թվայնացրեց թիթեղավոր մետաղների եւ պրոֆիլային խողովակների մշակման գործընթացը։ Սա ունիկալ երևույթ է մեզ մոտ Հայաստանում եւ ես այսօր գերագույն հաճույքով որոշեցի հյուրընկալել մեզ մոտ եթերում Metal Works-ի համահիմնադիր Դավիթ Մամիկոնյանին, որովհետեւ ասելիքներն իսկապես շատ են։
2004 թվականից ի վեր մենք գործունեություն ենք ծավալում Հայաստանի Հանրապետությունում։ Եկավ հասավ մի կետ, որ մեզ պետք եկավ տարբեր տիպի մետաղական կոնստրուկցիաներ։ Այդ ժամանակ մի տեղ ուղարկում էինք ինչ-որ մետաղը, որ կտրեն, մյուս տեղը, որ ծռեն, զոդելու, ներկելու եւ այլն։ Եվ հասկացանք, որ համ ինքնարժեքն է բարձր լինում մեր արտադրանքին, համ էլ ժամանակատարը։ Եվ հասկացանք, որ պահանջարկ կա բացելու Հայաստանի Հանրապետությունում թվային ավտոմատացված գործարան, թիթեղավոր մետաղների եւ պրոֆիլային խողովակների գործարան։ Հասկացանք, որ մեզ պետք է ժամանակակից սարքավորումներ թվային, որոնք որ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Ներմուծեցինք լազերային կտրող հաստոցներ, որոնք որ կտրում են մինչև 30 մմ հաստությամբ մետաղներ, խողովակների կտրող սարքեր, ճկող սարքեր ունենք, փոշեներկման հոսքագիծ, ամբողջը եվրոպական արտադրության են։ Նպատակը եղել է այն, որ Հայաստանի Հանրապետությունում ունենանք եվրո ստանդարտներին համապատասխան գործարան, որպեսզի կարողանանք նաև դուրս գալ եվրոպական շուկա։ Արտադրում ենք այնպիսի աղբամաններ, նստարաններ, ծառերի համար նախատեսված բնաբաժակներ, որոնք որ կարող եք տեսնել միայն եվրոպական երկրներում եւ շատ ուրախ ենք, որ այսօր արդեն կարող եք այդ նմուշները նաեւ տեսնել Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարեցինք վերջերս Հանրապետության փողոցը նստարաններով, ծառերի բնաբաժակներով, աղբամաններով, Թումանյանի տուն-թանգարանի հատվածում կարող եք տեսնել նաև մեր աշխատանքները։ Կարելի է ասել քաղաքում ամեն անկյունում ունենք կատարած հետաքրքիր աշխատանքներ։ When I find myself in times of trouble, Mother Mary comes to me, speaking words of wisdom. Մենք արտադրում ենք նաև տարբեր տիպի արկղեր, կոմունիկացիոն արկղեր, ինչպես նաև էլեկտրոմոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանների արկղերը։ Շատ հաճելի է, երբ որ քաղաքում կամ ասենք քաղաքից դուրս գնում ես ու տեսնում ես քո արտադրանքն է, ամեն այդ պահին ոնց որ մի հատ ուրախություն ենք ապրում, էլի, որ Հայաստանում լիքը գործեր ունենք արած ու շարունակելու ենք ավելի մեծ պրոյեկտներ անենք։ Այս պահին մենք կատարում ենք նաև լուրջ մետաղական կոնստրուկցիաների մոնտաժ Հանքավանում, որը որ Հայաստանում կարելի ասել անիրականանալի պրոյեկտ է։ And I'm feeling good. Մեր գործարանը նաև արտադրում է գինու, օղու եւ այլ գործարանների համար չժանգոտվող մետաղից տարաներ։ Մեր գործունեության մեջ իր ուրույն տեղն է գրավում բազմաբնակարան շենքերի համար ֆասադային էլեմենտների պատրաստումը, ճաղավանդակներ, բազրիկներ, ինչը կապված է մետաղական մասի հետ կատարում ենք։ Արդյունքում մեր սպառողներն են դիզայներական ընկերությունները, շինարարական կազմակերպությունները, բարեկարգում իրականացնող կազմակերպությունները, որոնք տենդերներ են շահում, իրականացնում են քաղաքապետարանի, թաղապետարանների պատվերները, բակերը եւ մեծ սիրով համագործակցում ենք իրancs հետ ու կատարում ենք իրենց պահանջները։ Լայն գործունեություն ենք ծավալում բազմաբնակարան շենքերի կառուցապատողների հետ, քանի որ բազմաբնակարան շենքերում ահռելի մեծ թիվ է կազմում մետաղական կոնստրուկցիաները, լուսամուտների կողքերի կաղապարները, ճաղավանդակները, բազրիկները եւ այլ մետաղական էլեմենտներ, որոնք որ օգտագործվում են շինարարության մեջ։ Մեզ ընտրում են նրա համար, որովհետեւ մենք կատարում ենք ամբողջ աշխատանքը շատ սեղմ ժամկետներում, բարձր
որակով, բարձր ճշգրտությամբ, ինչը շատ կարևոր է, իրականացնում ենք իրենց բոլոր մտահղացումները, իրենց բոլոր նախագծերը։ Մեր կատարած աշխատանքներից ամենապատմական տպավորիչ եղել է Կիրանցի պատի արտադրությունը, որը որ կատարել ենք շատ սեղմ ժամկետներում եւ բարձր որակով Հայաստանում այդ մասշտաբի արտադրությունը անիրականանելի էր թվում ու այդ ճշտությամբ ու այդ ժամկետում, բայց մենք վերցեցինք այդ խնդիրը մեր վրա եւ լուծեցինք այդ խնդիրը։ Դուր ենք դնում Հայաստան, Ադրբեջան, իսի մի դուր, ստի մի հատ դրել ենք երկրորդ դուրը, այս է երկրորդ դուրը, այս էլ երրորդն ենք դնում, այս էլ երրորդ դուրը ենք դնում։ Մեր գործարանի առավելությունը փորձել ենք ստանալ մի գործարան, որտեղ մարդկային գործոնը նվազագույնի կհասնի։ Այսինքն մեր զոդումը կատարվում է ռոբոտների միջոցով։ Հաստոցները բոլորը թվային են եւ ամբողջ process-ը կարելի ասել ավտոմատացված է։ Այսինքն բոլոր process-ները իրականանում են մեր գործարանի ներսում։ Ինչի շնորհիվ նվազում է ինքնարժեքը եւ բարձրանում է արդյունավետությունը։ Օրինակ մեր հաստոցների միջոցով մենք կարող ենք 15 հոգու կամ 20 հոգու 1, 2, 3 օրվա աշխատանքը կատարել 1 ժամվա ընթացքում։ Մեր առավելություններից է, որ մեր սարքավորումներով պատրաստվող արտադրանքը ունի ճշգրտության այնպիսի չափ, որը համապատասխանում է եվրոպական շուկայի արտադրանքին։ Եվ դրա համար մեր գործարանը հիմա գնում է ստանդարտացման փուլի, որպեսզի կարողանանք մտնել եվրոպական շուկա։ Սա կոնտեյներ է, նախատեսված է շին հրապարակներում աղբի համար։ Այսինքն իր հետ կա նաև մեքենա, որը որ գնում է, աղբը եթե լցվում է, գնում են մեքենայով, միանգամից կոնտեյները վերցնում են, դնում են մեքենայի վրա, դատարկում են, նորից փոխարինող տարան դնում են այդտեղ։ Հիմա սա ենք արտադրելու։ Ինչի մենք գնացինք այս գործարանը բացելու ռիսկին, քանի որ ունեինք մեր կողքը մեր շատ լավ ընկեր Վահեն Պարսամյանը, բարևում եմ, ինտելեկտուալ, մասնագիտական, ինժեներական առումով բացառիկ մասնագետ է, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Մենք ունենք նաև լուրջ ինժեներական թիմ, որոնք որ իրականացնում են Հայաստանում այնպիսի պրոյեկտներ, որոնք մինչ այս անիրականանալի են թվացել։ Մեր մոտ պատվերը իրականացնում է 2 կամ 3 փուլով։ Պատվիրատուն գալիս է, ներկայացնում է ինչ է ուզում։ Հասկանում ենք, եթե ունի, ասենք, նախագիծը, ապա արդեն մեր ինժեներները սկսում են իր նախագծի վրա աշխատել։ Եթե չունեն նախագիծ, արդեն մեր ինժեներական խումբը պատրաստում է նախագիծ։ Օրինակ, անհրաժեշտ է արտել ինչ-որ մի մետաղական կոնստրուկցիա, որը ոչ ստանդարտ կոնստրուկցիա է։ Ինժեներները աշխատում են հաճախորդի հետ եւ ըստ իր պահանջի արդեն նախագծում են։ Այնուհետեւ նախագիծը թվայնացվում է, վերածվում է ֆայլերի։ Այնուհետեւ ֆայլերը արդեն ուղարկվում է գործարան։ Գործարանում հաստոցների օպերատորները ըստ ֆայլերի կատարում են իրենց աշխատանքը։ Եվ իհարկե գնային քաղաքականությունը։ Եթե կա համապատասխան նախագծի փաթեթը, ֆայլերը եւ այլն, բնականաբար վճարումը կատարվում է միայն արտադրության մասով։ Դրա համար արժեքը արդեն ցածր է։ Իսկ եթե նախագծվում է արտադրանքը եւ արտադրվում է կոնկրետ արտադրանքը, դա արդեն կախված է ապրանքի քանակից։ Եթե քանակությունը մեծ է, լինում է, որ նախագծումը կատարում ենք նույնիսկ անվճար։ Եթե քանակությունը քիչ է, արդեն բնականաբար դառնում է նախագծումը վճարովի։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ ողջունելի եւ գովելի է այն փաստը, որ տարբեր պետությունների, տարբեր ազգերի սելեբրիթիներ առիթ ունեն համագործակցելու համար, որովհետեւ հենց այդ ժամանակ տեղի է ունենում փորձի փոխանակում եւ ազգային մշակույթը համաշխարհային տիրույթում ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու համար։ Տեսքից մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Տեսնենք, հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։